Բարև, ո՞վ ես։ Առավոտ շուտ եկել նստել ես, կաղացող ոտքով նա։ Հա, էլի կաղացող ոտքով նա եկել հասել էստեղ։ Հետաքրքիր է, բայց դու ո՞նց ես եկել հասել ստեղ կաղ ոտքովս։ Էս կողմերը չէիր գալիս։ Ինչ էլ եկել ճիշտ տեղում նստել ես։ Գամփր եկար, նա էլ փախավ։ Գամփր, ինչ ես եկել նստել մուտքի մոտ։ Առավոտյան օրը սկսեց, երբ բացեցի պատուհան ու տեսա կաղ ոտքով շունիկը էստեղ էր, բայց գամփրից փախավ։ Հետ գնա մի անկյունում խելոք նստի, հետ ինչ ես տեսել, շուն ես տեսել, դե լավ, ուշուր դու էլ ես եկել հասել էստեղ, բայց քեզ հիմա ոնց տամ, որ իմ մոնք կռիվ չանեն, խելոք ձաբել, հանգիստ, արա, խելոք եք, հանցեք ներս, այդ Ավրորան որտեղ ա մտել լրիվ մուր ա դարձել, այ սա համբեր եք, հերթով բոլորդ խմեք, Ավրորա, ես որտեղ ես մտել, որ լրիվ սև մուր ես դարձել, սպիտակը դարձել ա սև, մի կռիվ արեք, ենտեղ մի հատ էլ կա, աման, կլցնեմ ջուր կխմեք, մենակ թե ձեզ խելոք պահեք, դու էլ էտեղ խմի, ես ինչ ծարավիկ, գեր, են փոքր սպիտակին ինչի նեղացրիս, հանգիստ մի հատ ըտեղ, մի հատ հանգիստ մալինա գալիսը, որցուկ, չեմ կապում, բայց քեզ խելոք ես պահում եղավ, որցուկ ինձ նայի, հասկացանք, ես ինչ ավիճակը Ավրորա, ես հոդու ծխնելույս մաքրելուց չես եկել, այ գիշ, բայց ես ոնց մաքրեմ, լրիվ մուր ես, հեն Ավրորա, դե լավ, այն շունը, որ հաչում ա այնտեղ, ու մարդիկ են, սրանք ավելի ոգևորվում են, բայց դուք նստում եք, խելոք, ենքան գոռացի ձայները շունիկների վրա, որ ձայնս էլ քաշվեց, դե լավ մի կռիվ արեք իրար հետ, եկեք կերեք, ինչ խելոք չեք պահում ձեզ, հեն, գժուկներ, դե լավ, անցեք, մի կողմից ուրախ եմ, որ ակտիվ եք ու արդեն լավ եք, մյուս կողմից էլ ձեր ակտիվությունը մյուսները չեն ուզում տեսնել, այնպես որ լավագույն տարբերակը ձեզ ամենահոգատար որդեգրող գտնելն է, բայց ցավոք դեռ չի ստացվում, փոքրիկները ճաշիկի սիրահար են, առաջինը դա են ուտում, երբ որ նեղն են ընկնում, նոր չոր են ուտում, դե կերեք պուպուշներս, ահա, բրաուն, մի տարեկան 8 ամսական սրտիկ, 10 կիլոգրամ մաքսիմում, բոլորը կլինեն, բլեքս, և մալինան, մի քիչ ինքը սոված ա, հա, կեր մալին, կեր, հա, խելոք, հանգստացեք մի հատ, խելոք, եկեք ասում եմ, եկեք ստեղ, եկեք, արդեն ինչքան ժամանակ ա, ներս չէի մտել դարպասից, քանի որ տեղեկություն ունեմ, որ հոգեկան խնդիրներ ունեցողը այստեղ չի, կարողացա ներս մտնել, որովհետև նա իսկապես վտանգավոր է, բայց Ավրորա, այս քո վիճակը սարսափելի է, մի հատ եկեք, խելոք, կերեք, ու աշխատեք ձեզ մի քիչ հանգիստ պահել, տարածքա մարդիկ կգան, շներ կգան, ձեզ հանգիստ պահեք մի քիչ, որ շատ առանձնապես աչքի չընկնեք, եղավ, Սաբել քոնն ենտեղ եկել ես մամայինդ ուտում ես, որ ինչ այ գիշ, ես ինչ ա մամայի ոտիկները, հն, ես ուր ա մտե մամա տաղ, հն, դե լավ, կերեք, արի, հատուկ ճանապարհս փոխել եմ, որ քեզ կերակրեմ, որովհետև իմ տուն գնալու ճանապարհին եթե կերակրեմ, տեսա չէ ովքեր էին այնտեղ սպասում, արի այստեղ մի անկյուն քեզ կերակրեմ փոքր, ու իմ հետևից չես գալու, չգիտեմ ընդհանրապես ոնց ես եկել հասել այստեղ, դե լավ, վերջ, կեր ու գնա քո ճանապարհով, ես ստիպված պետք է ճանապարհս փոխեմ, մյուս կողմով գնամ, հետ անցի որցուկ, ցանկություն չկա այդ տան մոտով անցնելու, ես գնում եմ գիժը հետևիցս գալիս ա կերեք թողած, չգիտեմ ինչպես անեմ, որ իրեն հետ ուղարկեմ, որ ես գնամ հետևիցս չգա, անգամ որցուկը իրեն չի նեղացնում, որցուկ, բայց դու հետ անցի, ու ջուր դու որտեղից եկար ընդհանրապես, չգիտեմ,
Ախր ինչի են կողմ, սպիտակից կողմն էիր, պետք էր այս կողմ գալը։ Հետ գնա, Որցուկ ջան, հետ գնա, ես ես գժի մոտ եմ, որ ուտի նոր գնամ, տեսնեմ, որ ճանապարհով եմ գնամ, այնպես պտտվեմ, կռուկ տամ, թե այնպես պտտվեմ, կռուկ տամ, կեր, քո պատճառով, չգիտեմ ինչքան պիտի ճանապարհս երկարացնեմ, մինչև տուն հասնեմ։ Պուջուր ջան, ինձ լսի, Պուջուր ջան, ես տանելու տեղ չունեմ քեզ, հասկանում ես, ամբողջ բյուրեղաբանով հետևիցս պտտվում ես, ես ինչ անեմ քեզ։ Կերակրել եմ, սոված չես, արի էլի կեր տամ, բայց ուրիշ բան չեմ կարող անել, Պուջուրս։ Ոչ մի բան չես անում, արի, սիրունիկ, ինձ նայի։ Սիրունիկը ո՞նց է։ Արի, սիրունիկս։ Դե կեր, սիրունս, դու կեր։ Ես տեսնեմ այս Պուջուրիկին ինչ եմ անում։ Ոչ մեկ փաստորեն քեզ Պուջուրիկ չեն նեղացնում, բայց ամբողջ օրը պտտվում ես հետևից։ Խելո։ Նոր շուն է հայտնված ու գամփար խելոք պահի քեզ։ Խելոք։ Երկու հատ նոր շուն են առանց կլիպսը։ Այս մեկը որց է, այն մյուսն էլ է կարծես թե որց։ Սա էլ է որց, բայց առանց կլիպս են։ Խելոք։ Նոր շներ են հայտնվել ու կռիվազք սխել էստեղ փաստորեն։ Ստիպված էի ջրով բաժանելու շների կռիվը, սա էլ գամփրը, որ ասում էի չկա, նա էլ ինչ-որ բավականին նոր շներ են հայտնվել ու այստեղ մեծ կռիվ էր դարձել։ Գամփրը, սիրունիկը եւ եւս 3 շուն, 2 կարիճնիվի շները նոր են հայտնվել։ Սևուկ հենա այնտեղ եմ լցրեք հոգերը, գնակ ետ նիհարիկս։ Սևուկն ու վախկոտը սպասում են ինձ։ Իսկ ես ստիպված էի ջրով շների կռիվը բաժանել, որովհետև բոլորը իրար վրա էին հարձակվում։ Ինչպես միշտ վախկոտը փախչում, այս Սևուկը գիտի, որ կերակրում եմ։ Սևուկ, արի, ուր է արջուկն ու սպիտակը, ուր են։ Արջուկ, սպիտակ։ Արի Սևուկ, վախկոտն էլ հետևից, բա սպիտակն ու արջուկն ուր է։ Չգիտեմ, բյուրեղավանի ինձ հետևորդներ, այդ շենքերի մոտ, որտեղ ավտոտնակում կերակրում, բավականին քանակով շատ շներ են, հերիք հա բերեք ու նոր շներ այդտեղ բաց թողեք, որովհետև այդտեղ ուղղակի դառնում է իսկապես ձեր սիրելի բառն օգտագործեմ, շնանոց, մեծ քանակի շներ են դառնում ու սկսվում է կռիվը։ Մի արեք այդպես։ Այսօրվա օրինակ հայտնված նոր 2-3 շները նոր էին եւ մեծ կռիվ էր։ Մի կերպ կարողացա ջրով բաժանել, այլապես չգիտեմ ինչ կլիներ։ Սա էլ լցնեմ վախկոտի համար, որ այն կողմից ծիկրակում է, հեռու նստել սպասում է։ Սևուկ, քոնը հեսա։ Արի կեր, մի վախեցի։ Տեսնեմ սպիտակն ու արջուկը, որ կողմերում են։ Հա, վախկոտ։ Հա, այս մյուս վախկոտս էր, որը համեմատաբար մոտենում էր, որ իրեն այդպես էլ չհասկացա։ Ձակ ունի, չունի։ Արի, հեսա քեզ կկերակրեմ, արի սիրունս։ Այն քո ընկեր վախկոտին էլ ասա գա։ Սևուկ, խելոք, թող ուտի, Սևուկ, գնա այն կողմը կեր։ Չգիտեմ, չեմ հասկանում, ձակեր ունի, չունի։ Նաև հանրակացարանում հանդիպեցի 2 տղամարդու, որոնց մոտ շների հետ կապված կարծես թե բավականաչափ շատ հարցեր կային։ Փորձեցի պատասխանել, համեմատականներ անցկացնել եւ բացատրել, թե ինչու է, որ մեր վիճակը շների այսպես է լինում։ Եվ իհարկե ամենահուզիչ հարցերին մարդկանց պատասխանեցի։ Կերը տալիս են, կազմակերպություն կա, ինձ սրա համար վճարում են, թե ոչ։ Եվ եթե չէ, ինչի եմ անում։ Կեր աչքից, դու շատ սոված ես, հավանաբար ունես ձակ։ Եվ շատ չի երևում դրսերում, ենթադրում եմ ունի ձակ։ Կամ ձակ էր։ Դե լավ, դուք կերեք, ես այստեղ կեր կթողնեմ սպիտակն ու արջուկը գալուց, եթե ճանապարհին չհանդիպեմ, կգա կուտեն։ Միևնույն է իմանում են տեղերը, թե որտեղ եմ կեր թողնում։ Ուշացածներս, որտեղ եք, եկեք գնանք։ Ինչ ա եղել ականջ։ Հմ։ Սպիտակ լարի տեսնեմ։ Արջուկ ջան, ներքևը կեր եմ լցրեք, եք նորից պիտի քայլեմ, ձեզ տանեմ, եկեք։ Ինչ ականջի, խփել են ականջիդ, ինչ-որ այրան հետ եմ տեսնում ականջի մեջ սպիտակի, չի էլ թողնում որպեսի մոտենամ նայեմ։ Մի հատ նայեմ էլի, չգիտեմ, թափահարում է։
Լավ, հլեկիք տեսնեմ։ Գնացեք, հեսա ձեզ էլ։ Կամ չնայած կամի չնեղացնեք ոչ մեկին։ Կշտացել ես, թե չէ հլը վաղկոտ։ Հեսա։ Ես վաղկոտ եկել նստել սպասում էր, որ վերջացնեին, մնար ինքն ուտել։ Սպիտակ, հեսա այստեղ էլ կա, այնտեղ էլ կա, այնտեղ էլ։ Տարբեր տեղեր լցրել են, որպեսզի կռիվ չլինի եւ բոլորը ուտեն։ Այ սպիտակ։ Աչքով տվի, հա, ամենահին շուներ կարողանում էիր անվտանգ մնայիր, ոնց որ թե այդքանը չես կարողանում։ Կեր լավ։ Ոչ դու լավ ես։ Սևուկը կարծես կշտացել է, մյուսն էլ։ Կարող է այս կողմերում ես ունեցել ձագերիդ, գիշ։ Մի խոսքով դուք կերեք, ես գնամ, որ մյուս վաղկոտն է գա, քանի որ նրա համար էլ կեր կա, որպեսզի բոլորն ուտեն։ Ահա այսպես 1, 2, 3, 4, 5, 6, 7 անթիվան համար ավտոտնակի մոտ 6 հատ գործարանի տարածքում հաշիվս կորցրել եմ։